մեծագույն հավատով են խաչակնկվում ու խոնարհվում խնդրակատարի առաջ։ Մատենադարանի ինձայաբերման սրահում հավատավորներին իր շուրջն է հավաքել Շուրիշկանի հրաշագործ ավետարանը։ Մի քանի դար ապրած, հազարավոր խնդրանքներ լսած ու կատարած, փրկության ուղի անցած Մատյանը այսօր էլ հույսի, բուժման, իղձերի կատարման առհավատչա է, որ կանչում ու կանչում է։ Եկել եմ այսօր Մատենադարան հատուկ, որպեսզի խոնարհվեմ այդ Սուրբ Ավետարանին, Շուրիշկանի, որը լսել եմ, որ հրաշագործ է։ Միջնադարյան Գանձարանի բացառիկ պատառիկը գրվել է Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում 1498 թվականին։ Անունն էլ ստացել է նույն Շուրիշկան գյուղում հայտնաբերվելու համար։ Իսկ այդ գյուղում ավետարանը հայտնվել է 1603-ից 604 թվականներին թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, որը այլադավանների հալածանքից պաշտպանելու նպատակով հավատացյալները թաղել են Սուրբ Բարսեղ կեսարացի վանքի բակում։ Ըստ ավանդույթի, որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխել, տարածքը վերածվել է լճակի, ձեռագիրը մնացել է ջրի տակ, Սուրբ Գիրքը դուրս է բերվել միայն 7 տարի անց, լրիվ, անվնաս։ Ավետարանի սկզբի մի քանի թերթերը վնասված են ջրից, նկատելի են ջրի տեղերը, քանի որ ինքը թղթյա է, այդ խոնավության հետքերը կան, որը եւս մեկ անգամ ապացուցում է խոնավության արկայությունը ձեռագրի ճանապարհին։ 3.5 դար անց 1973-ին ավետարանը Մատենադարանին են նվիրաբերում հայրենադարձ Ներսես եւ Մաթեոս Ծառուկյանները, ու միջնադարյան մշակույթի Գանձարանի նմուշից ճառագող լույսն ու զորությունը փոխանցվում են սերնդեսերունդ։ Առաջինը հարցնում են, որտեղ է ցուցադրված ձեռագիրը, եւ հաճախ իրենց պատմությունները իրենք են մեզ ներկայացնում, ինչպես են օրինակ իրենց ընտանիքի անդամներին բժշկել կամ իրենց խնդրանքը կատարել, եւ գալիս են նաեւ ինչ-որ նվիրատվությամբ, շնորհակալություն հայտնելու։ Հայ միջնադարյան գրքարվեստի հռչակավոր ձեռագրերից մեկը Շուրիշկանի ավետարանը մեր ժողովրդի բացառիկ գանձերից է։ Կազմը, որ հիմա տեսնում եք, դա կրկնակազմ է, որը ավելացվել է հետագայում, իր հիմնական կազմը չի պահպանվել, ունենք նաև այս արծաթյա կրկնակազմի տակից կաշվե կազմ, որը կարմրավուն է, ինչի պատճառով նաև ավետարանը կոչվել է Կարմիր ավետարան, եւ սա 19-րդ դարի կրկնակազմ է, որը որպես նվեր նվիրել են ավետարանին։ Պապ Կարմիր Սուրբ Բարսեղ կեսարացի անուններով հայտնի 15-րդ դարից մեզ հասած Զորավոր Մատյանը ձեռագրերի տանը կցուցադրվի 1 ամիս։ Հենց այստեղ հավատավորները կարող են զգալ ու հաղորդակցվել Շուրիշկանի զորությանը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։